Գործընկերների շարժուձևի հումորային նմանակումը աշխարհի լավագույն թենիսիստի այն ունակություններից է, որը յուրահատուկ է միայն իրեն։ Այս դրվագներում Ջոկոն նմանակում է Ռաֆայել Նադալին ու Մարիա Շարապովային։ Հենց իր ուրախ բնավորության համար Ջոկովիչը ստացել է Ջոկեր մականունը։ 2015-ը Ջոկովիչը փայլուն սկսեց։ Սերբ թենիսիստը հաղթեց մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարում Ավստրալիայի բաց առաջնությունում։ Դա Նոլեի հաղթանակների շարքի սկիզբն էր։ Դրանից հետո նա ձեռքում պահեց հաղթանակի թելն ու հաղթեց բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցեց։ Առաջին անգամ Ջոկովիչը աշխարհի լավագույն թենիսիստի պաշտոնական կարգավիճակը ստանձնեց 2011-ին։ Դրանից հետո հաջորդաբար դիրքը զիջելով Ռոջեր Ֆեդերերին եւ Ռաֆայել Նադալին, 2014-ին սերբը հաստատեց իր բարձր կարգն ու մինչև հիմա գլխավորում է ATP-ի վարկանիշային աղյուսակը։ 14 տարվա կարիերայի ընթացքում Ջոկովիչը նվաճել է գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները, դրանք 52-ն են։ Սերբինատորի հավաքածուում չկան միայն Ցինցինատիի Մասթերսի եւ Ռոլան Գարոսի գավաթները։ Աշխարհի լավագույն թենիսիստի առաջնային նպատակն այս տարի հենց Փարիզի կորտերում հաղթելն է։ Վիլիկոր Ավետիսյան, 20 լրատվական։